Սկզբից հորիզոնական ցնցումներ էր, հետո ուղղահայաց։ Ես կմնամ փողոցը ու ապրելու տեղ հույս որևէ տեղ չունեմ։ Հա ոչինչ ենք թողներ են նոր ծախել ենք։ Հնարավորություն չկա որ մենք ասենք թե մի մասն մենք տնենք ու տուն գտնենք։ Ինչու պետությունը մինչև այսօր չի լուծել աղետալի երկրաշարժից հետո տնանք դարձած մի շարք ընտանիքների բնակապահովման հարցը։ Եթե մինչև այսօրին գանք, ուրեմն 2500 ընտանիքը վերջին 8 տարվա մեջ չենք տեսել որևիցե շարժ, որ գնում է դեպի հարցը լուծման, քանզի չի կառուցվել գեթ մեկ շենք, մեկ այդպես բազմաբնակարան շենք, որում կկարողանային եւս 100-200 ընտանիք տեղավորել։ Այսօրվա իշխանությունների օրոք դեռ ոչինչ չի արվել։ Եվ այսօր ունենք պատկեր, որ 2500 անօթևան ընտանիքներ, որոնք եւ չափահաս եւ անչափահաս մոտավոր գումարը դա 10000 մարդու մասին է խոսքը։ Չեն ունեցել տեսլական, մասնավորապես եթե խոսենք իշխանությունների գործունեությունից, ուրեմն վերջին իշխանությունները չեն ունեցել տեսլական եւ չեն ունեցել այդ կամքը, որպեսզի դրսեւորեն եւ կարողանան վերջնականապես Գյումրին մաքրեն տնագներից եւ աղետի կոդի պիտակից։ Տնակներում ապրում են նաև այն ընտանիքները, որոնք ժամանակին ստացել են բնակարան, ապա վաճառել այն, ինչպես նաև ընտանիքներ, որոնք բնակարան են ստացել, բայց ընտանիքի անդամների ավելացման պատճառով կրկին կանգնել են կացարանի խնդրի առաջ։ Ինչպես լուծել այս խնդիրը։ Կավելացնեմ նաև տնագների հարցով այն մարդկանց, ովքեր հենց գյուղերից 20-25 տարի առաջ տնակ են դրել, կառուցել, նաև ինքնակամ քարաշեն պես տնագների նմանվող բաներ կան, որ չես կարող այսօր իրենց էլ ասել, որ գիտեք ինչ կա, ելեք գնացեք ձեր գյուղը, որտեղ ինքը արդեն դարել է Գյումրիի բնակիչ, գյումրեցի։ Ինչպես լուծելը դա նորից վերադառնանք այն կամքին, որ պետք է կամք դրսևորել, պետք է ունենալ ցանկություն եւ աշխատասիրություն։ Բնականաբար անարտարությանը որևիցե մեկս կողմնակից չենք, բայց եթե գնում ես այդ մանրուքների հետևից եւ փորձես 50 տուն այսքոմ այնքոմ անել, ուրեմն այդ հարցը չի էլ լուծվի։ Պետք է կամքը հենց նրա համար, որբիսի հաշվի չառնելով նմանատիպ երևույթները, չնայած նմանատիպ երևույթների մեջ նաև կա այն հարցը, որ այն ժամանակ երեխաները փոքր են եղել, 10 տարի հետո մեծացել են, ամուսնացել են, ամեն մեկը իր ընտանիքն է կազմել եւ եթե մեկ բնակարանը այն ժամանակը հերիք էր իր հայրական օջախում ապրելու համար, հիմա արդեն 2-3-4 երեխաները ամուսնացել են, հերիք չի։ Եթե տնելու ենք այս մանրուքների հետևից ընկնենք, ուրեմն եւս 10 տարի հետո այս տաղավարում իմ փոխարեն մեկ ուրիշը նստած կլինի եւ դուք այդ հարցը նորից կդեք իրեն։ Առաջարկում ենք, որ պետությունը կարողանա կազմակերպել մասնավոր համայնք եւ պետություն կապը, դա ինչ է իրենից ենթադրում, որ համայնքը տրամադրի տարածք, պետությունը որոշակի արտոնություններ տրամադրի մասնավորին, որոշակի հարկատեսակներից ազատի, իսկ մասնավորը ներդրում կատարելով կառուցի բազմաթիվ շենքեր, որոնց մեկ մասը կպայի իրեն որպես բիզնես եկամուտ, իսկ մյուս մասը կտրամադրի մեր տնագներում ապրող բնակիչներին եւ ամենաարագ լուծումներից մեկը սա է։ Կառավարության 2022 թվականի որոշմամբ ծրագրված է մինչև 2027 թվականը հանրապետությունն ազատել տնակներից։ Ինչ փուլում է գործընթացը եւ իրատեսական է արդյոք այն 1 տարվա ընթացքում ավարտին հասցնելը։ Չենք տեսնում որևիցե փուլ, որ ասեմ ինչ փուլում է, եթե նման բան կար, ուրեմն 2020 թվականից առնվազն գոնե արդեն պետք է ֆունդամենտային աշխատանքները սկսված լիներ, որ մարդու աչքը տեսներ, որ ինչ որ աշխատանք է տարվում։ Հետևաբար 1 տարվա մեջ ոչ մի բան չեն հասցնելու անեն, դա փուջ է։ Իմ կարծիքով, եթե իրենց մոտ լիներ այդ ցանկությունը, ապա արդեն մենք կտեսնենք շինաշխատանքների ընթացքը։ Շիրակի մարզում 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 114 շենք կա, որոնցից 92-ը Գյումրիում։ Համայնքն ի վիճակի է լուծել այս շենքերի խնդիրը։ $15 միլիոն բյուջե պլյուս մինուս չես կարողանալու եւս 10-20 տարի այդ հարցը լուծել, հետեւաբար պետք է կառավարությունը միջոցներ ձեռնարկի եւ փորձի այդ հարցի լուծումը տալ, քանի որ շատ ավելի վտանգավոր է այսօրվա այդ վտարային շենքերի իրավիճակը, թեթև ցնցման դեպքում կարող է բազմաթիվ զոհեր ունենանք, հետեւաբար նաեւ
հենց այսօր պետք է կառավարությունը զբաղվի նաև այդ վթարային շենքերի նորոգման աշխատանքներով։ Այս պահին համայնքը այդ բյուջեով ի վիճակի չէ ոչ մի բան անելու։ Այդ բյուջեի հաշվարկները եթե բացեք, դուք կհասկանաք, որ այնտեղ աշխատավարձերից, այդ վճարներից բացի մնում է շատ չնչին գումար, որով կարողանաս քաղաքում որոշակի բարձուրի փոխելու կամ, չգիտեմ, մանր շինարարական աշխատանքներ կատարելու համար։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, որտեղ աղքատ է բնակչության 43%-ը։ Ինչ քայլեր են անհրաժեշտ աշխատատեղեր ստեղծելու, աղքատությունը նվազեցնելու եւ բնակչության բարեկեցությունն ապահովելու համար։ Առաջին քայլը, որ տեսնում ենք, դա Գյումրիի հեռանկարային զարգացման ծրագիրն է, որում մեծ տեղ եւ դիրք ունի նաեւ այն լոզունգը, այն թեզը, որ մենք ենք բերել առաջ, դա Գյումրին դարձնել ազատ տնտեսական կոդի եւ ազատ քաղաք։ Բոլոր պայմանները կան, որբիսի Գյումրին ունենա այդ կարգավիճակը եւ երկաթգիծ եւ հյուսիսարավ մայրուղու վրա է գտնվում։ Սահմանային անցակետից ընդամենը 50 կիլոմետր է հեռավորությունը, ունենք նաև օդային տրանսպորտի հնարավորություն եւ եթե Գյումրին ունենա ազատ տնտեսական կոդու կարգավիճակ, ուրեմն գյումրեցին իր ձեռքով կարողանա իր քաղաքը շենացնել, զարգացնել եւ նաև ինչու՞ չէ դառնալ լոկոմոտիվ ամբողջ հանրապետության համար։ Մեր հարևան երկիր Վրաստանը փորձ ցույց տվեց, որ բացի Թբիլիսիի ձեռք տվեց նաև երկրորդական, երրորդական քաղաքներին եւ այսօր փորձում է կառուցել իր երրորդ քաղաք Անակլիան, դարձնելով մեծ նավահանգիստ եւ այդ փորձերը հաշվի առնելով օր առաջ պետք է որ Հայաստանի իշխանությունները զբաղվեն Հայաստանը ազատելու այդ մեկ քաղաք պետություն կարգավիճակից ոչ միայն Շիրակի մարզ, պետք է համարտեցման ծրագիր մշակի պետությունը, որովհետև միայն Երևանում կենտրոնացնելով բոլոր ռեսուրսները նաև մեծ վնաս կհասցնի հենց Երևանին։